Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ ես հրավիրել եմ իրավապահ մարմինների ուշադրությունը նույնիսկ որոշ մեկնաբանությունների, որոնք առնչվել են օրինակ դստերս եւ հստակ պարունակել են ատելության խոսք։ Ես կուզեմ խոսել այդ մասին, որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լինի։ Օրինակ ինձ հանդիպել է մեկնաբանություն, որում ասվում էր, որ կգտնվեն նոր Սողոմոն Թեհլերյաններ եւ քո դստեր գլուխը քո աչքի առաջ հրապարակում կկտրեն։ Օրինակ սա ես չգիտեմ ինչ, ավելի շուտ ես գիտեմ քրեաիրավական որակման տեսանկյունից թե ինչ է եւ բռնության կոչ է եւ ատելության խոսք է եւ շատ ավելի խիստ պատժելի երևույթ է, քան ուղղակի կարծիքի արտահայտումը, որը փոքրինչ հատում է այդ ատելության խոսքի շեմը։ Ամեն դեպքում ես օգտագործելով նաև առիթը ուզում եմ ասել, որ ընդ որում գրողը կին էր եւ ֆեյք չէր, ինչը շատ ավելի ցավալի է դարձնում իրողությունը։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այս երևույթներին եւ խնդրել մեր հասարակության լինել շատ ավելի զուսպ, հանդուրժող եւ ուղղակի ձեռնպահ մնալ նման մեկնաբանություններ գրելուց։ Մնացածը սովորական են արդեն մեկնաբանություններ կապված դու ով ես, չգիտեմ, քիթը, էս ինչը, աչքերը, ինչու ես խոսում դանդաղ, ինչու ես խոսում արագ, ինչու ես մունատ գալիս, ինչու մունատ չես գալիս, այսինքն տպավորություն է, որ շատ դժվար է գոհացնել մեր հանրությանը եւ մի միտք ունեմ, որ մեր գործողությունները երբեք էլ չպետք է միտված լինեն այդ առումով հանրության սպասելիքների բավարարմանը, որովհետեւ շատ դժվար է ապահովել դա։ Եվ կենտրոնացած պետք է լինենք ուղղակի մեր աշխատանքի